21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է բարև ձեզ։ Ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Աստղիկ բժշկական կենտրոնի սրտաբան արիթմոլոգ, էլեկտրոֆիզիոլոգ Հերմինե Պողոսյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Klimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, ուրախ ենք, որ այստեղ եք։ Բարև ձեզ Տաթև ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Սրտի առողջության մասին խոսելը կարծում եմ միշտ է արդիական, միշտ է ժամանակը ու հատկապես այս անցումային շրջանում ամենաարդիական թեմաներից մեկն է։ Ուստի այսօր կխոսենք մեր սրտի առողջության մասին եւ ամենակարևոր հարցերը, որոնք որ ըստ մեզ պետք է բարձրաձայնվեն, փորձենք առաջի ձեռքից դրանց պատասխանները ստանալ, հա։ Նախ այն, որ սրտանոթային համակարգի հիվանդությունները շատ վաղուց ու վստահ եմ դեռ շատ երկար ժամանակ էլ ամբողջ աշխարհում առաջին տեղն են լինելու մահացությամբ, տարածվածությամբ, տարիք ու սեր չհարցնելով, սա միանշանակ է եւ բոլորին է հայտնի։ Բայց մի այսպիսի հարց եմ ուզում տալ։ Այդ ինչպես է ստացվում, որ ամբողջ աշխարհում այս խնդիրներով շատ ավելի քիչ է լինում մահացության դեպքերը, եթե միջին վիճակագրական տվյալները նայենք, քան մեր երկրում։ Կամ այդ ինչպես է լինում, որ ամբողջ աշխարհում մարդիկ ապրում միջինացված տարիքով, մոտավորապես 80-ից 90 տարեկան, մեզ մոտ ապրում է շատ ավելի քիչ։ Ինչն է պատճառը։ Որտեղ ենք սխալվել, որտեղ այն չենք անում, ինչ որ պիտի անենք։ Այդ երկու հարցերը երևի շատ կապված են իրար հետ, որովհետև երևի սկսենք երկրորդ մասից, այո, Հայաստանի Հանրապետությունում միջին տարիքը շատ ցածր է եւ միջին տարիքի ցածր լինելուց նաեւ որ մենք ինքներս մեզ բավականին մեծ ենք զգում, որտեղ հանրության արդեն մեծ խմբի մեջ ենք մտնվում եւ այս նույն մարդը 40 տարեկանում, 30 տարեկանում բավականին փոքր է իրեն զգում, երբ որ հայտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ այնտեղ միջին տարիքը բավականին բարձր է եւ անընդմեջ ակտիվ գործունեության մեջ դու տեսնում ես 80-90 տարեկան մարդկանց, իսկ երբ որ դու աշխատում ես որպես բժիշկ, այստեղ քո հիմնական պացիենտները 60 տարեկանի կողքին են, 40-ից 60 տարեկաններն են, այնտեղ կարող է լինել մինչև 70, 80, 90 տարեկանները, բայց դա սովորական 90-80 տարեկան մի պատկերացրեք հայ միջին վիճակագրական պապիկ տատիկ, իրենք առույգ, աշխուժ ավելի պահպանված մարդիկ կարող են լինել, այո, սոցիումի անդամ, ընդգրկված տարբեր process-ների մեջ, ճամփորդող, ակտիվ մտածելակերպով մարդիկ կարող են լինել, այսինքն դա պահպանված հասարակություն է ավելի, քան մեր հասարակությունը։ Եվ քանի որ մահացության պատճառը, հիմնական պատճառներից ամենակարևորը սրտաբանականն է, գոնե առնվազն ուռուցքների եւ տրավմաների համադրությամբ, հետեւաբար նշանակում է, որ մահացությունը սրտաբանական պիտի որ ավելի երիտասարդ տարիքում լինի մեր երկրներում։ Ես կարծում եմ, որ դա ոչ թե կապված է նրանից, որ մեր երկրում մենք ավելի շատ ապրումներ ունենք կամ ավելի վատ մթնոլորտային եւ կենսական պայմաններում ենք ապրում, դրսում ապրում են մեր հայրենակիցները եւ շատ հետաքրքիր կլիներ օրինակ համեմատել նույն էթնոսի, նույն մարդկանց այլ երկրում ապրելու համեմատություն անել, բայց չկա այդպիսի հետազոտություն։ Դրսում մարդիկ նույն ձև էմոցիոնալ են տեսնել էլի, որ շատ տարբեր են։ Այո, ես տեսնում եմ պացիենտների այլ տեսակի պացիենտներ այնտեղ եւ այստեղ։ Ես տեսնում եմ այլ տեսակի սոցիալական կյանք այնտեղ եւ այստեղ, բայց հիվանդությունների բաշխվածություն տարբեր ձևերով։ Բայց դա չեմ կապում երկրի վատ վիճակի հետ կամ մեր շատ ապրումների հետ, որովհետեւ միջին վիճակագրական ամերիկացին դա մեկ այլ վատ երկրից եկած մարդ է, որը ունի լիքը ապրումներ եւ շատ ստրեսներ եւ մեզանից ոչ պակաս, որը միշտ չի որ առողջ է սնվում, եթե վերցնենք էլի միջին մարդուն, միգուցե շատ ավելի լավ սնվում է հայ քաղաքացին, ուրեմն ինչու ենք մենք ավելի կարճ ապրում։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր հարց է սկրինինգային հետազոտությունները։ Շատ կարևոր է, որ մարդը ունենա առողջության պացիենտի կուլտուրա։ Եվ եթե դրսում օրինակ տատիկ պապիկները կամ մամաները իրանց հետ երեխաներին չեն տանում հիվանդանոց, ես ողջունում եմ, երբ որ իմ պացիենտները գալիս են իրենց երեխաների հետ, չեմ ասում մանկահասակ երեխաների, բայց այդ կուլտուրան մշակույթը պետք է փոխանցվի։ Դա մշակույթ է, ոնց հետևես քեզ, ոնց գնաց բժշկի, ոնց որ պահին, ինչի համար։ Եվ այդ սկրինինգային ծրագրերն էլ պետության կողմից պարտադրանքներ են, որ ամեն մարդ ունենա որոշակի սկրինինգի անցնելու պարտավորություն։ Բայց եթե քաղաքացին օրինակ ընդգրկված չի մի որևէ սոցփաթեթի մեջ կամ որևէ այլ պլանի մեջ, ինքը անձնական
Մշակույթ պիտի ունենա, այո, էթիկա պետք է ունենա, պացիենտի էթիկա է կոչվում կամ քաղաքացու էթիկա է կոչվում, որ հետևի իր ապրելակերպին, հետևի իր բժշկական հետազոտություններին։ Դրսում դրանք ավելի լավն են, ավելի շատ են, ավելի հաճախ են հանդիպվում կանխարգելու, այո, կանխարգելու հնարավորությունները, իսկ մեր մոտ մի քիչ ավելի բարձ թողելի է, բարձի թողի է։ Բայց ըստ ձեր այսպես պրակտիկայի ու փորձի ինչ կարող ենք փաստել վերջին տարիներին քիչ-քիչ չի փոխվում այդ մշակույթը։ Ոչ թե քիչ-քիչ, արագ-արագ շատ լավ փոխվում է եւ մարդկանց մտածելակերպում եւ այդտեղ էլ շատ հետաքրքիր է ինչն է փոխում մարդկանց։ Կարծում եմ նաեւ արտագաղթած հայրենակից եւ ընտանիքի անդամ ունենալն էլ է փոխում։ Զանգում ջղայնանում են։ Այո, շատ։ Մարդկանց սոցիալական վիճակը մի փոքր ավելի, ինչքան էլ որ բարկանալու լինի, բայց լավացել է ավելի։ Կան ավելի շատ մարդիկ են աշխատում եւ աշխատող մարդիկ ունեն փաթեթներ, պարտադրված հետազոտություններ եւ հետազոտվում են։ Հիվանդանոցներն են շատացել, հասանելի է դարձել բուժօգնությունը, մասնագետներն են ավելի հասանելի դարձել, բժիշկ դառնալն է նույնիսկ ավելի հեշտ դարձել եւ բժիշկների քանակն է ավելացել եւ շատ բան է փոխվել ու զգալի լավացել է պացիենտների այդ հետազոտության դիմելիությունը եւ բայց կանխարգելման էտապը, որը որ շատ ավելի պետության համար մաչելի է, պացիենտի համար ավելի նպատակային է, բժշկի համար ավելի հաճելի է, որտեղ դու երբեմն պացիենտի հետ մեծանում ես եւ տեսնում ես իր խնդիրները։ Երբ սկսենք մտածել, որ արդեն սրտաբանի մոտ լինելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ, եթե երեք չենք մտածել, ուրեմն այսօր։ Սկսենք դրանից։ Նախ պետք է չսպասել գանգատի, պետք է միշտ, առնվազն այսպես ասեմ, էլի զարգացած երկրներում 40 տարեկանից սկրինինգային ծրագրեր կան, բայց պացիենտ մարդիկ ինքնուրույն իր ինքնորոշմամբ ինքնակողմնորոշմամբ գնում են բժշկի։ Եվ անկախ գանգատից, եթե մենք արդեն 40 ենք, պետք է գոնե սկսենք հետազոտվել։ Այդ հետազոտությունները այտենց շատ քիչ չեն, բարդ չեն եւ կարելի է կազմակերպել եւ օրինակ սոցփաթեթ ունեցող պացիենտները արդեն անցնում են այդ դրա միջով եւ դա բարդ չէ, եթե նույնիսկ հերթերը համարենք, որ դժվարություն են պատճառում, դա կարելի է շատ սիրուն արագ մեկ օրում կազմակերպել։ Անկախ գանգատից անհանգստանալ պետք չէ, պետք է գնալ բժշկի, պետք է ունենալ բժիշկ ընկերներ, այո, եւ անպայման պետք է տարին գոնե մեկ անգամ սկրինինգ անցնել։ Ինչ է դա։ Դա հասարակ էլեկտրակարդիոգրաման է, որտեղ ցույց է տալիս այդ մեր բնական սրտի լարը ոնց է աշխատում, նորմալ է, թե ոչ։ Անկախ եթե դա նորմալ է, տվյալները հավաքվում են եւ ինչ որ մի օր, երբ որ մենք ունենանք խնդիր, իսկ մենք անպայման մի օր պետք է ունենանք խնդիր, ճիշտ է, որովհետեւ այդպես է մարդու օրգանիզմը ստեղծված։ Մենք կհամեմատենք ու կտեսնենք կոնկրետ երբանից սկսվեց այդ խնդիրը։ Պատկերացրեցիք, հետեւաբար մի սպասեք խնդրի, դիմեք բժշկի անկախ խնդիրներից։ Հասարակ շարք գոյություն ունի, ոնց են դիմում Հայաստանի Հանրապետությունում, ոնց են դիմում։ Գնում են կատարում են էխո, EKG, եթե անհրաժեշտ է հոլտեր մոնիտորինգ, եթե անհրաժեշտ է հոլտեր մոնիտորինգը երկարատև ավելի իրականացնելով, երբեմն սթրես տեստ, կատե հետազոտություն անցնում են, լաբորատոր հետազոտություններ, այնտեղ կա մետաբոլիկ պանել կամ մետաբոլիկ անալիզների շարք կամ լիպիդային պրոֆիլ եւ այլն։ Այսինքն սպասել գանգատի չարժի 40 տարեկանից պետությունը ինքը այլևս իր որոշակի օղակներին է պարտադրում գնալ հետազոտվել, այս պահին օրինակ շատ լավ հետազոտվում են երիտասարդ տղաները, այդ բանակային զինակոչի առումներով շատ լավ հետազոտվում են հղիները, այսինքն այդքան գանգատ չունեցող կոնտինգենտներ ենք հետազոտում։ Հաճելի է, չէ՞, երբ ասում եք դուք առողջ եք ամեն։ Այո, շատ դժվար է, ավելի հեշտ է ասել դուք խնդիր ունեք, քան ասել դուք առողջ եք, որովհետև դու պետք է շղթվես շատ խնդիրներ, որպեսզի այդ բառը օգտագործես։ Եվ մյուս կարևոր հարցը, որ դա հələ գանգատ չունենալու պարագայում։ Իսկ եթե մենք ունենք գանգատ, անկախ նրանից ինչ գանգատ է, էլի նորից ասեմ, անհանգստանալ պետք չի, բայց բժշկի պետք է դիմել։ Ճիշտ է, որ ասում են, ես շատ եմ սիրում այս արտահայտությունը եւ ժամանակի ընթացքում համոզվում եմ, որ իսկապես ճշմարտություն կա սրա մեջ, որ չկան առողջ մարդիկ, կան վատ հետազոտված հիվանդներ։ Կան առողջ մարդիկ։ Կան։ Այո։ Ամբողջությամբ առողջ մարդիկ կան, գիտեք, առողջ մարդը դա կլինիկական գանգատ չունեցող մարդիկ են, որոնց հետազոտությունները նորմալ են։ Խնդիրներ, որոնք շատ ավելի ուշ ժամանակահատվածում են սկսում կլինիկա արտահայտել։ Այո, բայց դա տեսեք,
վատ հետազոտված դրա հակառակն էլ կա, օրինակ հիմա շատ երկրներում ընդունված է, մեր մոտ էլ կա իդեպ մամոգրաֆիա կամ total PSA որոշել տղամարդկանց մոտ, որպեսզի շագանակագեղձի գոյացությունները ավելի շուտ իմանանք, բայց կա նաև դրա հակառակ կողմը, որ երբեմն նախապես իմանալով խնդիրը միշտ չի, որ մենք կարող ենք դա լուծել եւ ընկնել հիվանդություն փնտրելու հետևից, գտնել այն չերևացող, ոչ մի կասկած չհարուցող հիվանդությունը, մենք ունենք այդպիսի մարդիկ, որոնք վախեցած են ոնկոլոգիա են փնտրում իրանց մոտ, գնում են այո, ընտանեկան ժառանգականություն ունեն իրենց այդպես սկրինինգները պետք է անցնել, եթե այնտեղ խնդիր չկա, պետք է հանգիստ լինել, գնալ ապրել։ Շուտ իմանալը, ընկնել, փնտրելը իր հետևից երբեմն ունի բացասական ազդեցություն, որտեղ դուք կորցնում եք կյանքի որակը։ Արեցինք հետազոտությունը, տեսանք խնդիր չկա, բժիշկը կանչեց 1 տարով, ապրում ենք մինչև 1 տարի, եթե նոր գանգատ չունենք։ Պետք է ծայրահեղության մեջ չընկնենք ու այդ սահմանը պիտի հանկարծ չլղոզենք։ Եվ այս ծայրահեղության մեջ չընկնենք, ոչ մյուս ծայրահեղության մեջ։ Կան մարդիկ, ովքեր այո, ձեր ասած անընդհատ իրանք փնտրում են ինչ-որ բան եւ մարդիկ էլ կան, ովքեր փորձում են ջայլամի քաղաքականությամբ անընդհատ կոծկել, որ չկա ոչինչ չի կանցնի, ցավազրկողը կխմեմ, կանցնի եւ վերջո հիվանդություններն էլ նույնիսկ իրենք լուծելի խնդիրներ են հաճախ լինում, այսինքն ոչ բացարձակ առողջ մարդ կա, ոչ էլ բացարձակ հիվանդ մարդ կա այդ տարբերակում, այո, բացարձակ ընդհանրապես ոչինչ չկա։ Շատ լավ, ես հիմա առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին ընդմիջվենք տեսանյութ դիտելու, նորից կվերադառնանք ու կշարունակենք։ Tatu Generation ընկերությունը կրկին համախմբել է շուրջ 100 մասնագետների։ Մասնագետներ, ովքեր կարևորում են շարունակական կրթությունն ու նորարարությունը։ Մասշտաբներով բավականին մեծ ու յուրահատուկ միջոցառման մանրամասների համար զրուցել ենք ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանի հետ։ Այս անգամ կարծես թե բավական հետաքրքիր էր եւ տեսակով, եւ յուրահատկություններով, նաեւ այսպես սկզբունքներով ձեր միջոցառումը մենք արդեն ունենք, փորձը ձեր կոնֆերանսներին մասնակցելու, բայց ավելի մանրամասն առաջին ձեռքից ուզում ենք հասկանալ, թե որն էր տարբերությունը այս կոնֆերանսի, ինչ տվեց կոնֆերանսը մասնագետներին եւ արդյոք շարունակական է լինելու։ Շնորհակալություն Տաթև ջան, մեկ անգամ եւս մեր ընկերության միջոցառմանը անդրադառնալու համար։ Այսօր ամսի 29-ին մարտի ունեցանք մեծ միջոցառում, եւս մեկ անգամ AC ընկերությունն էինք ներկայացնում, պերմանենտ դիմահարդարները գրեթե 100 անց ներկայ են գտնվել մեր միջոցառմանը։ Մեր միջոցառումը այս անգամ մի փոքր տարբերվեց իր ուրույն ոճով, մենք փորձեցինք ոչ միայն տրամադրել ինֆորմացիա եւ ցուցադրում, նաեւ հետաքրքիր եւ խաղային եւ պարային նաեւ ժամանց եւ ժամանցային, այո, որ մի փոքր աշխուժ լինի մեր միջոցառումը եւ իրականում ստացանք մի շարք բարձր գնահատական այդ նմանատիպ ձևի կազմակերպման ձևաչափի հետ կապված, իրականում տարբեր էսպիսի դիմակներ, հետաքրքիր լույսերով, այսպես նկարներ են ստացել մեր մասնակիցները, սա, չգիտեմ, դեմքին են դնում նկարվում, դիմակներն են հագնում նկարվում, բոլորը աղջիկներ են, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, իրենց դուր է գալիս, ինչու ոչ նաև մասնագիտական էջն է թարմացվում մի փոքր, ավելի նորավոճ է լինում մասնագիտական էջը, եւ նմանատիպ կոնֆերանսներին մասնակցելու հետ մեկտեղ նաև էջն էլ է զարգանում, որովհետեւ այսօր on-line դար է, բոլորը նայում են։ Գրակոծով մի քանի նպաստակ, այո, բոլորը նայում են մասնագետը ինչ միջոցառումների է մասնակցում, որտեղ է, ինչ կոնֆերանս է, ինչ հետաքրքիր վիդեոներ, ֆոտոներ, որովհետև մասնագետին այսօր չեն ընտրում միայն մասնագիտական տաղանդը եւ ունակությունները նայելով, նաեւ ուզում են տեսնեն ոճը, մնացածը իրականում տեսնում են նաև ոչ ինչով է զբաղվում ինքը, հանգիստ մարդ է, անհանգիստ մարդ է։ Այսօր նաև ունեն կոնֆերանսներ այդ beauty ոլորտին վերաբերող, որտեղ նաև հոգեբաններ են ելույթ ունենում, որովհետև գործ ունենք հաճախորդների հետ, նաև հոգեբանական մոտեցումն է կարևոր, հոգեբանորեն, հա, հաճախորդի հետ ինչպես վարվել, որ նա եւս մեկ անգամ գա, չներվի, իր տեսքը ընդունի։ Քար է սա։ Այո, իհարկե։ Այս անգամ մի փոքր փոխեցինք այս ոճը եւ բավականին բարձր գնահատական ստացանք։ Շատ ուրախ էր ներսում։ Իդեպ մեր կողքը ունենք եւս մեկ կոնֆերանս, նրանք բոլորը ուզում էին գային միանան մեզ, որտեղ այնքան հետաքրքիր էր անցնում մեր մոտ, որ ուզում էին իրենց կոնֆերանսը թողեն եւ միանան մեր կոնֆերանսին։ Նշեմ նաեւ, որ
մեր մյուս կոնֆերանսներն էլ ավելի հետաքրքիր է լինելու, այսինքն չի լինելու ձանձրալի, քննածնով, ինչ որ այսպեսի, Անթաճամին նայելու ցանկություն չի լինի։ Դուրս կան, հա, ամեն ժամ մեկ մեր մոտ աշխուժություն է լինելու, պարային, երգային, DJ ունենք մեզ մոտ, շամպայն ունենք այսօր, դաժե ավարտին խմացներ ենք, նոր ենք ճանապարհելու, որ այլ ավելի մոռանան ինձ սովորել են։ Չէ, մոռանա, լավ մնացել է իրանց մեջ գիտելիքները, բավականին լիքը ինֆորմացիա ենք տրամադրում։ Անվանդ որ գործնականներ էր այս անգամ ներառված, մենք գիտենք, որ նաև լատեքսի վրա են աշխատում։ Այո, այս անգամ ի դեպ մոռացա նշեմ, ունենք հիմա լատեքսի վրա աշխատանք, բոլոր մեր մասնակիցները աշխատելու են արհեստական կաշվի վրա եւ դրսից եկած մեր տոպ մասնագետները ընկերության կողմից ովքեր եկել են օգնելու էին տեղի մասնագետներին, ինչպես ճիշտ անել հոնքերի փոշեդրումը, հա, կամ նոր ոճը ինչպես ընդունել, հա, ավելի գործնական տեսքով, ոչ թե միայն ցուցադրումով։ Հիմա իհարկե ցուցադրում են նաև մոդելի վրա, հատուկ հրավիրված մոդել ունենք ներսում, ցուցադրել են կոպեր, հոնքեր են ցուցադրում, շուրթեր, մեկ հատ ելույթ ունենք հին տատուաժի փոփոխումը, ավելի թարմեցումը ոնց ճիշտ անեն, հա, որ հոնքերը լինում են, չէ, կապույտ, սեռի եւ այլն, որ տարիներ անց է ոչ ճիշտ նյութով են արել եւ այլն, փոփոխվել է հոնքերը, հիմա այդ ռուսերեն ասված կորեկցիա։ Այդ ռուսերեն ասված կորեկցիան պերիկրիտիան են կատարելու ու տեսնենք ինչ աշխատանք կստացվի մեր վերջնարդյունքը եւ ունենք աշխատանք արհեստական կաշվի վրա նաեւ ցուցադրում ունենք շուրթերի բավականին հագեցված է ժամ փոխվում է ամեն ինչ նաեւ ժամ ունենք որ երկու մասնագետ իրար հետ են փորձելու աշխատեն որ հասցնենք Ինձ թվում է այսօր բավականին ուշ ենք ավարտելու ոչ թե մեր կազմակերպչական սխալի պատճառով, այլ ոչ մեկ չուզենալու լքի մեր միջոցառումը դրա պատճառով մեր բավականին երկար կմնանք, քանի որ բոլորը ներսում դաժե ապարում են, ուրախանում են, բավականին հետաքրքիր անցնում, մեր մյուս միջոցառումները էլ ավելի հետաքրքիր անցնում։ Երբ սպասենք։ Մենք ունենք միջոցառումներ ապրիլի 27-ին, արդեն այնտեղ գրանցվել են մոտ 80 անց եւ գնալով ավելանում է թիվը։ Հետո ունենք մենք մայիսի 4-ին, մեր մոտ Բրովի ընկերությունն է գալու, հետո ունենք մայիսի 8-ին։ Բավական հագեցած գարուն։ Այո, բավականին հագեցած է։ Նույնը տինել ընկերությունն է գալու, այնտեղ էլ կա արհեստական կաշվի վրա աշխատանք, լատեքսի վրա աշխատանք մասնագետների կողմից եւ ունենք հունիսի 4-ին մեծ մասշտաբային միջոցառում, որը էտալոն միքսն է, պերմանենտ դիմադրման մասնագետների կողմից բավականին սիրված եւ ճանաչված եւ գալու է հենց հիմնադրի հետ եւ հենց ներկստեղծողի եւ ընկերությունը ստեղծողի հետ է գալու իր ամբողջ թիմով մեր մոտ բավականին շատ non-stop ցուցադրումներ են միաժամանակ ցուցադրումներ բավականին հագեցված կոնֆերանս է լինելու, այնպես որ հետևեք մեր նորություններին, համեցեք, սիրով սպասում ենք։ Այստեղ որպես ամփոփում նաև մի կարևոր դիտարկում եմ ուզում անել, որ նախորդ միջոցառմանը, այս միջոցառմանը ես ներկա լինելով, ես տեսա, որ ձեր մոտ մասնակցած մասնագետները չեն հեռանում։ Այսինքն իրենք ամեն միջոցառմանը գալիս են, որտեվ ինչպես ժողովուրդն է ասում, համը բերանը մնալ, հա, այսպեսի նաև արտահայտություն կա։ Սա շատ կարևոր է, որ մարդը մեկ անգամ մասնակցելով ինքը արդեն հասկանում է, որ հաջորդիվ էլի լինելու է հետաքրքիր, էլի լինելու է կարևոր եւ ինֆորմատիվ եւ բաց չթողնելու ցանկությունը մեծ է լինում, ներկայացումներ միանշանակ հետն է լինում։ Որ մի բանը լավ է լինում, մարդկանց դուրը գալիս է, անպայման ուզում են հաջորդաբար էլ ավելին տեսնել, իսկ մենք էլ ավելին բերում ենք։ Այս անգամ մեծ շոու ծրագրեր ենք ներդրել ծրագրերի մեջ, հետաքրքիր այսպես նկարահանման համար խաղալիքներ ենք բերել, լավ ֆոտոզոնա ունենք եւ բացի այս էլ ավելի գնալով լավացնում ենք միջոցառումը, մենք էլ ենք մեզ վրա աշխատում, ինչու՞ չէ։ Շնորհակալ եմ շատ։
Рада всех приветствовать. Меня зовут Дарья Котлова. Я хотела бы выразить благодарность нашим организаторам. Мы сегодня на прекрасной конференции, которая проходит от Ice Company, и организатором является Tattoo Generation. Мы очень хотим поблагодарить вас за такой прекрасный прием. Я даже могу сказать более. Я приехала специально в Ереван для того, чтобы отметить свой день рождения. Потому что для меня это очень ценно, очень важно. Я очень люблю этот народ, и мне очень нравится проводить здесь время. Конечно же, я выбрала именно эту страну. Сегодня на этом мероприятии мы хотим, чтобы каждый участник, который у нас проходит обучение, либо проходит на этой конференции, научился, раскрепостился, решил все свои проблемы, и мы обязательно хотим этим помочь. Всех благодарю за такой прекрасный прием. И, конечно же, Ереван forever. Друзья, привет! Я Алена Бальбасова, амбассадор Ice Company, и здесь вместе со своими коллегами мы с мастер-классом. У нас не только шикарный прием, как сказала Даша, у нас такое огромное количество мастеров, желающих прокачать свой навык. Мы этому очень рады, потому что делиться информацией, помогать кому-то, это, знаете, наверное, уже миссия, да? Мы просто уже не можем иначе, нам очень хочется всегда поддержать, потому что мотивацию нельзя терять, мотивация очень важна, а где, как не в Ереване, в этом вайбе, понимаете, когда люди максимально открыты, улыбаются тебе на улицах, мы всегда получаем шикарный прием, где, как не в таком вайбе, расти, процветать, поэтому всем мастерам мы с большим удовольствием оказываем любую поддержку, мы всегда рады быть здесь. Tattoo Generation молодцы. Начинает встречу в аэропорту, это цветы, шикарное авто, такое отношение, такое уважение к нашей сфере, к нашему красивому бизнесу. Конечно, быть в Ереване для нас, для очень опытных спикеров и тренеров, это больше отпуск. Да. Мы даже не чувствуем, что здесь мы работаем, хотя мы много работаем. У нас здесь учеников в разы больше, чем в России. Но мы чувствуем себя как на отдыхе, потому что вкусная еда, всегда прекрасная погода. Еда, шашлык, коньяк – это самое, наверное, шикарное, то, что я пробовала, вино именно в Ереване. И что хочу добавить, самое главное то, что у вас такой народ, что когда люди с нами знакомятся, либо мы знакомимся с людьми, с мастерами, которые приходят, это не просто становятся мастерами для нас, либо учениками, а уже с каждым приездом это наши друзья, и они становятся нашими близкими друзьями, с которыми мы общаемся. Очень рады их всегда видеть. Конечно, всегда их уважаем. Всем доброго дня, меня зовут Махинур, и я в Армении бываю практически каждый год и не один раз. А сегодня я приехала на классную конференцию, организатором которой является Тигран. Я вам немного расскажу, для чего вообще нужны конференции. Во-первых, это колоссальный рост. Во-вторых, это знакомство с коллегами, можно делать какие-то коллаборации, слушать интересных спикеров, смотреть интересные нон-стопы. Допустим, я сегодня показывала стрелку с растушевкой, все технические моменты, рассказывала без секретов свою технику, свои фишки. А также рассказывала сегодня презентацию, как сделать классные брови на бренде от Ice Company. Очень много приглашенных спикеров, допустим, мои коллеги, которые показывали и рассказывали, как сделать брови, губы, глаза. И очень много зон, где можно приобрести товар. Это не только товар по перманентному макияжу, но и по косметологии. Я вам рекомендую развиваться, каждый год посещать данные мероприятия, особенно когда их организовывает замечательный организатор Тигран. Спасибо огромное за приглашение.
Շարունակելով զրույցը, այնուամենայնիվ մենք որքան էլ փորձենք կանգնեցնել ճիշտ ճանապարհին, որն է վաղ ախտորոշումը, վաղ դիմելը, միևնույնը կլինեն դեպքեր, երբ դանակը ոսկորին հասած ժամանակահատվածում են պացիենտները հասնելու բժշկին, ու այստեղ էլ շատ կարևորում եմ ես առաջին օգնությունը, որտեղ շատ հաճախ առաջին օգնությունը լինում է որոշիչ, նաև օգնող կամ խանգարող բժշկին, հա։ Եթե այնուամենայնիվ մենք այնպիսի մի վայրում ենք, որտեղ հենց այդ պահին շատ արագ չեն կարող լինել բժշկի մոտ կամ չեն կարող շտապօգնության ծառայությունից օգտվել եւ ունենք այդ պահին մեր կողքին մարդ, ով գանգատվում է կամ մենք կասկածում ենք, որ գանգատվում է սրտի հետ կապված խնդիրներով։ Ինչպես օգնենք այս մարդուն։ Առաջին այն կարևոր քայլերը ու գրագետ քայլերը, որոնցով մենք գոնե չենք վնասի այդ մարդուն։ Գանգատը որն է։ Նայած ինչ գանգատ։ Ասեմ հիմա։ Հիմնականում երբ օրինակ քաղաքից դուրս ենք լինում, կարող ենք օդի փոփոխությունը գուցե կամ բարձրադիր վայրում հայտնվելը հաճախ լինում է, երբ ասում ենք սկավանդակում ցավ եմ զգում, ծանրություն եմ զգում, սիրտը սկսեց շատ արագ աշխատել, ել չեմ ասում ուշաթափության մասին, շնչարգելության կամ շնչահեղության մասին, մինչև հեռու տեղից բժշկի մոտենալը կամ հեռու տեղ բժշկի մոտ տանելը։ Ինչ անենք։ Հա, հասկացա։ Իհարկե հարցը շատ մեծածավալ է, բայց ես այսպես ասեմ, որ առաջին հերթին երբ որ պացիենտը գալիս է եւ ասում ոնց վատացաք, նախ լսեք պացիենտին, որտեվ այդ պահին ինքը գանգատ է ասելու, խփեց, ծակեց, հրեց, չգիտեմ, մռմռաց, այո։ Այդ լսելը շատ կարևոր է, որ ֆիքսենք ինչ բառերով է ինքը արտահայտում իր գանգատը։ Երկրորդը, անկախ որտեղ եք գտնվում, ճնշման ապարատ ունենալ ձեր հետ ցանկալի է։ Այո, հիմա շատ հարմարները կան։ Ճնշումին բացի պուլսին ուշադիր եղեք, որտեղ ճնշումի ապարատները հիմա ավտոմատ են եւ գրում են պուլսը, եթե ոչ ավտոմատ են, ապա պետք է շոշափել։ Մաշկի գույնին ուշադիր եղեք եւ այլն, որովհետեւ տեսականորեն առաջին օգնությունը, որ դուք պատկերացնում եք, եթե մարդը ուշագնաց չի, եթե մարդը այդ պահին կոլապսի մեջ չի եւ գիտակցությունը տեղում է, առաջին օգնությունը իրականում ավելի մեծ հասկացություն է, որ դուք ճիշտ ինֆորմացիան ունենաք, ինչ կատարվեց, որովհետեւ դուք հավաքում եք ինֆորմացիա, որ տալու եք հետո բժշկին։ Եվ այդ ինֆորմացիան պետք է լինի հստակ, նստած էր, կանգնած էր, ուտում էր, քայլում էր, սիրտը կտրուկ սկսեց արագանալ, թե կամած սկսեց արագանալ։ Դուք այդ պահին պուլսը բռնեցիք, արագ էր, թե դանդաղ էր։ Օգնություն բառը այստեղ մի քիչ հարաբերական է, դուք նկարագրությունը մի հատ պետք է ֆիքսեք, որպեսզի հետո ճիշտ ինֆորմացիա փոխանցեք ձեր բժշկին։ Երկրորդը այո, դուք այս պահին, այո, եթե պացիենտը գիտակցություն ունի, եթե ուշագնաց չի եղել եւ հանկարծամահությունների մասին չենք խոսում, նույնիսկ եթե դա սրտամկանի ինֆարկտ է բժշկի կանչելու շտապ օգնությունից առաջ, այդ օգնության մեջ մտնում է ճիշտ ֆիքսել ինչ է կատարվում։ Աժատաժ չստեղծել, բոլորով միանգամից վալերիանա չտալ պացիենտին, չխփել առավել եւս չծեծել պացիենտին, ոչինչ չանել, լսել, տեսնել, որպեսզի հետո ճիշտ ինֆորմացիան փոխանցվի, ինչ կատարվեց։ Երկրորդը միշտ ունենալ ճնշման դեղ, անկախ որտեղ եք եւ տանը, անկախ դուք ունեք ճնշմող պացիենտ տանը, թե ոչ, որոշ կան դեղեր, օրինակ կապտոպրիլ ունենալ տանը, որպեսզի եթե բարձր է մեկի ճնշումը իջեցնել։ Եթե մարդը ունի իր քրոնիկ դեղորայքը եւ քաղաքից դուրս է գնում, անպայման իր հետ օգտագործի։ Մի բացառեք նաեւ որոշակի պանիկ ատականների եւ նյարդային լարվածությունների գանգատները, այսինքն թողեք, որ այդ մարդը ավելի կոմֆորտ պայմաններում լինի եւ այդ մի վերագրեք ամեն ինչ նյարդերին, բայց նաեւ մի բացառեք նաեւ այդ հանգամանքը։ Եթե ուշագնացություն է, այ դա դժվար է, որտեղ պացիենտը չի կարող ձեզ ներկայացնի իր գանգատը եւ այ ուշագնացությունը խնդիր է եւ այդ դեպքում էլի հարված եղել է թե ոչ, ինքը ֆրընկել է ուշագնացությունը, դա կտրուկ ընկնելն է, դա կամած գնալ նստել է չի, դա կտրուկ ընկնելն է։ Երբ որ կամած գնում ենք, նստում ենք, լսում ենք ինչ են ուրիշները ասում, դա կոչվում է պարասինկոպիա, այսինքն դեռ ուշագնաց չի ինքը։ Եվ այդ ուշագնացությունները նույնիսկ էլի ճնշումը չափել, պուլսը ստուգել, հատուկ դեղ չեք կարող տալ, գիտակցություն չունի, կլտմանակտ չունի եւ այլն, բայց շնչուղիները ստուգել, բացել, եթե հնարավոր է, որպեսզի որտեվ կարող է ոչ սրտաբանական խնդիր է։ Եթե սրտաբանական է, մեծ հավանականությամբ պուլսի խնդիր պետք է նկատեք, սառը քրտինք պետք է նկատեք, գունատություն պետք է նկատեք։ Եթե պացիենտը շատ լավ սիրուն կարմիր թուշիկներով է եւ ուշագնաց է եւ այդ ժամանակ պուլսն էլ նորմալ է, առավել եւս դուք ճնշումը չափում եք, ճնշումը պուլսը նորմալ է, իհարկե անհանգստանալ պետք չի։ Եթե ուշագնաց է, ուղղակի հարմար դիրք շնչուղիները բացել եւ սիրտոքային վերակենդանացման առաջին այդ օգնությունը, որը որ բազային դասընթաց է եւ անցնելու, ինձ թվում է, եթե չեն էլ անցնում, ինչ որ ժամանակ հետո կանցնեն նույնիսկ դպրոցներում, դա այո, շնչառություն եւ սիրտոքային ռեանիմացիա անել եւ ճիշտ դիրք ապահովել, դա մեջքի վրա, բայց առանց տեղաշարժելու։
այդ կարևոր պահերն են։ Եվ հնարավորինս արագ փորձել բժշկի հետ կապի դուրս գալ։ Միանշանակ, այո, եւ իմացեք, որ օրինակ դուք գիտեք, ընկերներ ենք, բայց ես ասեմ անպայման, որ զանգերի օրինակ որոշ բժիշկներ կարող են չպատասխանել։ Օրինակ ես չեմ կարող ֆիզիկապես զանգի հենց հիմա ինձ հաստատ զանգում են եւ ես չեմ պատասխանում։ Զանգերի չեն կարող, այո, շտապ օգնությունը միշտ պետք է լինի, ձեր առաջին զանգը։ Երկրորդը դուք կարող եք հաղորդակցության այլ ձև փնտրել, օրինակ ձեր բժշկին հաղորդագրություն ուղարկել կամ ինֆորմացիա ուղարկել։ Երրորդը դուք արդեն, եթե ունեք բժիշկ, ինքը ձեզ ասել է, թուղթել տրված է, թե ձեր շտապ դեպքերում ինչ կարող է լինել եւ դուք ինչ պետք է անեք, եւ եթե դուք չունեք էլ նույնիսկ կախված ձեր հիվանդությունից, երբ որ դուք ստեսություն եք ասում ձեր բժշկին, կարելի է հարցնել, ասել բժիշկ ջան, իսկ իմ հետ ամենավատը ինչ կարող է պատահել, որ ես ունենամ իմ առաջին օգնության անելիքները։ Բայց հավանականությամբ կարող է ասվի, որ օրինակ մի հատ ճշմանդեղ ունեցեք, եթե բարձրանա ճնշում ինքնուրույն իջեցրեք։ Կարևոր խորհուրդներ էին, հուսով եմ, որ ոչ մեկին պետք չի գա, բայց դե ամեն դեպքում երբ որ պետք է, պետք է որ ականջալուր լինենք սրան։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Աստղիկ բժշկական կենտրոնի սրտաբան, արիթմոլոգ, էլեկտրոֆիզիոլոգ Հերմինե Պողոսյանն էր։ Եվս մեկ անգամ ասեմ շնորհակալություն Glimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։